Ինչու ես քո աչքի մեջ գերանը չես տեսնում եւ ընկերոջդ աչքի մեջ շուղն ես տեսնում։ Եվ ինչու ես ընկերոջդ ասում. թույլ տուր այդ շուղը քո աչքից հանեմ, բայց քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր։ Նախ քո աչքի միջից գերանը հանիր, հետո կմտածես ընկերոջդ աչքի միջից շուղ հանել պետք է թե չէ։ Ինչի մասին է ուզում այստեղ խոսել մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Մեր աչքերի միջի անտեսանելի գերանների մասին է խոսում։ Ինչու է աչքի միջի գերանի մասին խոսում։ Որտեվ դու աչքիդ միջի գերանը չես տեսնում, ինքը քո աչքի մեջ է, հա։ Հայելիով էլ չես կարող տեսնել, դա անտեսանելի գերան է։ Այսինքն դու քո եսը լավ չես ճանաչում։ Մարդը միշտ իր մասին բարձր մեծ կարծիքի է, սա հիշեք։ Մարդու գնահատական ինքն իր մասին միշտ գերազանցված է։ Կամ չափազանցված է, կամ ստորադասված։ Այսինքն երբեմն մարդը այնքան մեծ կարծիքի է իր մասին, երբեմն այնքան ցածր կարծիքի է իր մասին, կամ իրեն բարձրացնում է, կամ իրեն խոնարհեցնում է։ Քրիստոնյաների մեջ այս մյուս ծայրահեղություններն էլ է լինում, էլի, որ իրենք ոչ քրիստոնեական իմաստով, այլ այնպես են իրենց նսեմացնում, իրենց այնպես է ստորացնում, հա, որ դառնում են անգործունյա։ Եվ մյուսն էլ աշխարհիկ մարդկանց մոտ է, որ մարդը միշտ իր մասին բարձր կարծիքի է։ Այսինքն մարդու մոտ ձևավորվում են կարծիքներ։ Այդ կարծիքները հիմնականում ինչից են գալիս։ Մարդու կյանքից են գալիս, նախապաշարումներից են գալիս, մարդը մանկությունից իր մոտ ես է ձևավորում, էգո է ձևավորում, եւ այդ եսը ինչի վրա է հիմնված։ Հիմնված է հիմնականում, եթե հոգևոր եսի մասին չի խոսքը, հոգևոր եսը լրիվ բան է, աշխարհիկ եսի մասին հիմնված է շրջապատից, դաստիարակությունից, մթնոլորտից, ապրված կյանքից, մասնագիտությունից, հա։ Եվ ըստ այդմ էլ մարդու մեջ կուտակվում են գերաններ։ Եվ քանի որ ինքը չի տեսնում իր միջի եսը, որ իրեն խանգարում է գնալ առ Աստված, ավելի հեշտ է տեսնում դիմացի աչքի միջի շուղը։ Եվ սկսում է անընդհատ ասել, այ քո աչքի մեջ շուղ կա, քո աչքի մեջ հանիր այդ շուղը։ Հիմա որպես ինքը կարողանա տեսնել դիմացի աչքի միջի շուղը, իր աչքի միջի գերանը պետք է հանի։ Այսինքն իր աչքերի տեսողությունը պետք է մաքրի։ Մեկ ուրիշ տեղ ավետարանում Քրիստոս ինչ է ասում. աչքի տեսածով դատաստան մի արեք, ուղիղ դատաստան արեք։ Աչքի տեսածով դատաստան անելը այն է, որ մենք կարծիք ունենք, նախապաշարում ունենք, աշխարհընկալում ունենք, ըստ մեր, ոչ ըստ ավետարանի, ըստ մեր ընկալումների, ըստ մեր աշխարհայացքի, ըստ մեր մտածողության, ըստ մեր կյանքի, ըստ մեր մեղքերի անգամ։ Եվ մենք մինչև չմաքրվենք, չսրբվենք, այդ ակնոցները չհանենք մեր աչքերին, մենք ուղիղ չենք կարող տեսնել։ Տեսեք երեխան ինչքան մաքուր է տեսնում։ Ինչ որ տեսնում են, այլ գնահատում են, բայց մենք երեխայի նման չենք կարողանում տեսնել։ Ուրեմն շատ ուշադիր մենք պետք է լինենք։ Իրապես ավետարանը լույս է, ավետարանի լույսով մենք պետք է քննենք մեր կյանքը։ Եթե լույսը չի ընկնում տան մեջ, տան միջի իրերը չեն երևում։ Այդպես էլ քանի դեռ մենք ավետարան չենք կարդացել, մեր տան անկյունները չենք տեսնում, մեր հոգու եւ մարմնի կառուցվածքը, մեր լավ ու վատ կողմերը չենք տեսնում մենք, դի ավետարանը կարդանք, լույսը, ավետարանի լույսը, դա պատվիրանների լույսն է, մեր մեջ պետք է ընկնի, որ մենք կարողանանք քննել մեր կյանքը, բացահայտել, դուրս հանել, ճանաչիր ինքդ քեզ, մինչև մենք մեզ ինքներս չճանաչեցինք, մենք չենք կարող նորոգվել, մաքրվել, սրբվել եւ ուղիղ տեսնել, մաքուր տեսնել, պարզ տեսնել,
հստակ տեսնել եւ սրբվել սրտով, երբ որ մեր սրտի հայելին մաքրվի, Աստվածը մեր սրտերի մեջ երևալու եւ մենք ուրախ ենք լինելու։ Ինչու մենք ուրախ չենք, ինչու ենք մենք տխուր, ինչու ենք տանջված, չարչարված, որովհետեւ կուտակվել են մեր վրա բաներ տարիների ընթացքում, մեր մտքում, մեր սրտում, մեր հոգում, մեր կյանքում կան կուտակումներ։ Մենք պետք է ազատվենք թեթևանանք, ազատագրվենք, երբ մենք խաղաղ կլինենք, ուրախ կլինենք, երջանիկ կլինենք։ Ամեն